Վայ Ղազարյան, MGS, Լիմարդ, գլխավոր դատախազի տեղակալ Արթուրը, մեկնում է Կարճատև Արցակուրտ, մի 7 օրով, հա? Հələ դուրը մի բաց, մի 7 օրով և ըստ գրված ժառանգ այդպես ասած բանը կտակի, հաճելի մարդին փոխարինում է գլխավոր դատախազի մեկ այլ տեղակալ Գևորգ Բաղդասարյան, ներս թողեք Գևորգ Բաղդասարյանին, համեցեք պարոն Բաղդասարյան, նստեք էտատե, Էտա Գևորգ Բաղդասարյան ինչ է սիրում, չայ, կոֆելատե, մեր նոր ընկերն սիրում է կոֆելատե, ճաշակով մարդի, կոֆելատե, պրպրով, սառուցով մատակարարել նոր հաճելի մարդուն, և այսպես ներս հրավիրել, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանին, Так, սա մեկ, Սուրեն Պապիկյան, Ղափանի գնդի հրամանատարի հետ միասին, ստեղ կան, Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյան, Так, սա ով է, մի րոպե, հա, Աբազն է, Աբազը տեղում է, Անդրանիկ, Տարոն Մարգարյան, ես սանց անդատ մն խարնում եմ, Աբազը նորից տեյան, էտա տե, Կանադարնանք Ադրբեջանի նախագահին, Ձիվա և Քրեզի, Ձիվա գիշ, նո այդ օբեկտի հետ բանը կապված այդ բանը բոզի տղի կտոնստեն բանի կողը, դրան կողը, Վարակ, Ոտեկաբին են դետան, էսի տան, էսի առանձին ծսում, Գագիկ Բեգլարյան, համեցեք, Աշոտյան, համեցեք, Միջև բուն թեմային անցնելը մեզ եվս տեղեկացրեցին, որ ուրեմն գոյություն ունի ընկեր Վայ Ղազարյան, 2-3 պոռնիկի վաստակ, մեռել էդո, որ մեկի ածականը ըլնի մեռել էդո, քadzյանունը ման է, ասում այս մեռել էդոն, ենքան հաբրգած մեռել էդոյա, որ օրավարձով ագարկի համար ավտոյա վեգալ է X6, չգիտեմ որը քանի 1000 դրամ տալմա, և էներջի եսի միշխերի գլող խչով, նախկին մլիցավ, նշի անդով, ասում ասրանք պայմանավորվել են, պարոն Ղուկասյան, որ ձեր եթերի ժամանակ քֆուրներ գրեն ձեզի, մի պոռնիկի տղեն եթերից առաջ արդեն մտել էր, այս պայդրությամբ ուղիղ եթերը հետևում է 4000-ից ավել մարդ, մեռել էդո և ոմն էներջի խչով, թիվը մոտենում է 5000-ին, այս 5000 հոգին, անկախ սեռական պատկանելությունից, մտնեն ձեր տուն ու դուրս չգան, կնիկ, երեխա, էգ, որց, շարժական և ոչ շարժական գույք և գոյական, ծսցնեն ենքան, թոբատ է վադապատ Վիկտորիայի, այդ որ ծավալը վեկալը մեզ, մեր օպեյում էդքան, իշքան վադապատ Վիկտորիան մեր օպեյում ջուրա թապն, այդքան մեր օպեյում այս սաղ ժողովուրդը լծեն նավարիտ բենի մեջ, բոզի տղավ, անդով, կես մարտական հանրարություն, գտնել մեռել էդո և էներջի խչով, տնով տեղով ծսցնել, խերըտ հանեմ ես հայ պոստով, ғրգում ես դրանց տուն, դու բայց հետևից էթում ես, ասկցար անդով, կտնել այս պոռնիկի վաստակին, խաչել, տեցի կրուկի վրա խաչել, իապ ուտանկեքով, էսի մեկ, ասը մեկի անունը որլի մեռել էդո, բայց չասես մեռելը ծծցնի ալամ Հայաստան, ճիշտ չի հաճելի մարդ, ես հասկանում եմ դու կուլտուրական մարդ եք, նոր
փոխարինում եք մյուս հաճելի մարտի, Բաղդասարյան Գևորգ, ուզում եմ նշեմ հաճելի ժողովուրդ, որ մենք ունենք նոր գլխավոր դատախազի տեղակալ, բայց դու պետք է ադապտացվեք այս բառապաշարին։ Խնդրում եմ աշկերը չկախել եւ արցունքներ չթափել։ Սա էմոցիոնալ ժողով է, որը տեղի է ունենում օրը մեջ։ Ես չգիտեմ ինչքան դուք կնստեք այս գյոզալամ աթոռին, միջև հաճելի մարտի վերադարձը, բայց համակերպեք։ Աղջիկ օֆենտոր ես մարդուն վայ։ Հետ գալուց էլ ես կոնդիցիոներն անջատի շոկ է։ Так. Հերթով գանք։ Пропров. Хочу обращаться к послу Российской Федерации, который находится в Республике Армения. На днях нам стало известно, что театр Армена Джигарханяна просто-напросто исчез. То есть большие буквы, которые стояли вот, прямо в лобовом стене этого театра, что это театр имени Армена Джигарханяна, правительство города Москвы убрало. И не только убрали вот, вывеску театр имени Армена Джигарханяна, но и убрали фотографии из этого театра. Вот когда внутри висели фотографии Армена Джигарханяна. Вся родня, вот, какова была Армена Джигарханяна, в программе «Пусть говорят», или как его там, с Андреем Малаховым, друг другу маму ебали за имущество и за капитал Армена Джигарханяна. Теперь у меня вопрос, где эта родня, когда из театра убрали все фотографии народного артиста СССР? Многоуважаемый посол, российская телепередача неоднократно критикует власть Армении, и полностью согласен, что власть Армении это пидорасты, моральные, к сожалению, только, что они ведут антироссийскую политику, Советский Союз и тому подобное. Но скажите, пожалуйста, Армен Джигарханян, он народный артист СССР, правильно? Правильно. Он любил Россию. Он любил Россию больше, чем Армению. Это факт. И он это не скрывал. И те олигархи, Ташир Саму, Ара Абрахамя, я не знаю, еще вот какие там атомы гуляют по Москве, вот которые хотели пиариться, пригласили этого бедного артиста на свои банкеты, манкеты, встречи, тудики, судики и тому подобное. А теперь полная гробовая тишина. Никто не вспоминает Армена Джигарханяна. И то памятник, плиту гробовую, вот как называем, могильную Армена Джигарханяна подняла опять наша программа «Общественный голос». И благодаря двум очень хорошим людям они вот поставили нормальную могильную плиту. Я просто вот сегодня взять и поменять имя, вот, например, школа имени Пушкина. Я до сих пор удивлен, почему в Ереване есть школа имени Пушкина. Это тот самый Пушкин, который нехорошо высказался по поводу армянского народа. Ты раб, ты трус, ты армянин. Потому что какой-то армянин трахал любовницу Пушкина. Вот если сегодня мэр, вот который тут сидит, города Еревана, примет решение поменять школу имени Пушкина, например, на Армена Джигарханяна, я за. Что станет,
как ее там, Ольга Скабаева, как ее там называют, с диктором РТР и Соловьев и тому подобное, какую вонь поднимут. В Армении убирают русские школы. Имена. Правильно? Правильно. А зачем вы сняли? Поменяли театр Армена Джигарханяна, я не знаю, на какого-нибудь Гандона. Предлагаю, առաջարկում եմ, предлагаю Երևանի քաղաքապետարանին Պուշկինի անվան դպրոցը վերանվանել Արմեն Ջիգարխանյանի անունով. Теперь на русском. Предлагаю школу имени Александра Сергеевича Пушкина поменять на Армена Джигарханяна. Какой правит, такой ответ. Кто за? Все за, пожалуйста. Менять нахуй. Если нет, это буду делать лично я. Не будет школа и имени вот Пушкина. Все, нахуй. Убрать. Եվ Հայաստանի արտգործնախարարություն կոչված պլանքաշ Գանդոնը չի ասում, մենք բողոքի նոտա չի խրգում, ասես մարդու անազգանունի չի լավ։ Ինչի պիտի Արմեն Ջիգարխանյանի թատրոնը վեկալակ ճնջիկ, ծո, տես մարդ չկա, ադես հիմնարկություն չի էլի։ Ես հարմացած եմ մինչև հիմա, ոնց է Երևանի կենտրոնում Պուշկինի անվան դպրոց։ Մի ագարկա, մի բոզի տղա, որ վեկալ ասել էր տերապ, տիտրուս տերմինին։ Դրա համար Պուշկինի անվան դպրոցը ապրես, որ դու մեզ ասել ես Գանդո, մենք հոնով դպրոց ենք դնում։ Անիքն ասել շատ լավ։ Անուն դնողը։ Քաղաքապետը սմես։ Փոխեցիք դիր արեք։ Փոխեք դրեք Արմեն Ջիգարխանյանի համար։ Չգիտեմ, կանի հատ հայ բանաստեղծի։ Այդ մեկ։ По поводу Соловьева. Այսօր հաղորդումը սկսում ենք ռուսերենով։ На днях программа Соловьева, смотрю, маленький отрезок. Там господин Соловьев удивительным тоном говорит, Украина напала на Российскую Федерацию. Как ее там, Херсон. Херсон. Ага. А где ОТКБ? Вот таким удивительным взглядом ищет в зале, где ОТКБ. А ОТКБ нету, нема. Ага. И говорит, почему ОТКБ молчит? Господин Соловьев. ОТКБ возглавляет какой-то ЗАС. ЗАС или там ЗАСИК. Я не знаю, кто этот усатый ЗАС. Беларусь. Обращайтесь к господину Лукашенко и спрашивайте, где ОТКБ. Тот же самый вопрос мы подняли когда? В 2020 году. Где ОТКБ? Гробовая тишина, его нет. В этом году, в сентябре, когда Азербайджан напал на суверенное государство, на курортный город Джермук, наши гандоны то же самое спрашивали, где ОТКБ. А что говорит ОТКБ? Мы изучаем обстановку. Что они там изучают, я не понимаю. 2 ракеты упали на территорию Польши, вся НАТО в панике. Уже чуть-чуть и нападут на Россию. Тут целый гандон под названием Алиев напал на суверенную территорию. Это же не Карабах. А ОТКБ думает. Մտածում է ՕՏԿԲ-ն, ասում է ուր է, հələ պիտի մենք տենանք, կա թե չկա Արցախում։ Նավարտենից территория Армении? Нет, ОТКБ молчала, оно изучало. Вот хороший вопрос, господин, где ОТКБ? Так нужно это ОТКБ нам или нет? Вы же сами видите, что ОТКБ вам не нужно. ОТКБ к вам не придет на помощь по поводу Херсона. Когда такое маленькое государство под названием Украина, кулик, Российскую Федерацию. Что киргизы придут? Казахи? Беларусь? Армяне? Нет, они не придут. Потому что вы не пришли.
Попросите у Казахстана. Вы же помогли Казахстану сохранить власть. Вот этот груб, ну кто у них там сидит? То ли мужчина, то ли женщина. Непонятно, что за президент. Ага. Вот пусть и он придет. Вы же пришли к нему на помощь. Сохранили власть? Сохранили. Вот попросите у Казахстана. А вы к нам не пришли. Вот так вот. ОТКП нужно. Херриварина. Ура. Сурен Папикян. Это по поводу Соловьева нахуй. Нету ОТКБ. Все, пошел нахуй. ОТКБ. А ты, короче. Мы же говорили про президента Азербайджана. Я с вами говорю, скселенг конкрет панов Русеренов. Итак. Обращаюсь к гражданам Азербайджана. У меня для вас хорошая новость. И даже не только для граждан Азербайджана, но и самой Мехрибан Алиева. Пригласите, пожалуйста, в здание, в нашу комнату госпожу Мехрибан. Кристик дура бацекеля чуден. Заходите, госпожа Мехрибан Алиева. Вы сегодня у нас в почетных гостях. Прошу букет, мадам Мехрибан. Ага. Итак, что стало нам известно? Хочу проинформировать для граждан Азербайджана. Программа «Общественный голос», которая уже больше 2 лет ведется вот так, через Facebook и YouTube, мы раскрываем очень хорошие тайны. Семейные тайны, государственные тайны, коррупционные тайны и так далее. Нас не любят везде. И в Армении, и в Грузии, и в Азербайджане. А любит простой народ. Теперь. Нам стала известна одна маленькая деталь, которой я с удовольствием хочу делиться с Мехрибан Алиевой. Я, наверное, не буду удивлен, если госпожа Мехрибан об этом не узнает. Или не узнала, или вот не знала. Я не знаю как. Значит, эту информацию нам передали наши французские друзья. Дело в том, что парламент Франции принял нехороший закон для Республики Азербайджан. Республика-агрессор. Браво. Браво, Макрон. Ага. Теперь, Мехрибан Алиева, прошу вас, берите ручку. Дайте, пожалуйста, госпожу Мехрибан ручку и бумагу. Крестик. Мадам Кристина Аладжан, она у нас секретарь Небесной канцелярии. Мадам Мехрибан не знает, я хочу познакомиться. Итак, пишите, пожалуйста, имя, фамилия, отчество. Лана Георгиевна Адамянц. Повторяю. Лана Георгиевна Адамянц. Фото в телеграм-канал. Прошу, поставьте фото в телеграм-канал. Кто эта женщина? Вы не знаете. Хорошо. Лана Георгиевна Адамянц родился в Грузии. Город Тбилиси. Ага. Много-много лет тому назад Лана Георгиевна Адамянц и такой мальчик высокий, худенький, непривлекательный встретились в один из городов Северного Кавказа. Ну, встретились и что? И влюбились. Первая любовь. Она и грешна, и красава, все в него есть. Этот мальчик прямо в душу, в сердце влюбился на юную Лану. Но один нехороший человек по имени Азат, водитель, помешал этой бедной любви. Нет на свете повести печальней и как его там, прекрасней, чем повесть о Ромео и Джульетте. Естественно, этот водитель под именем Азат делал очень подлый шаг. Он доложил об этом любовном истории отцу этого молодого худенького мальчика. Сказал: знаешь, шеф, твой сын влюбился на эту девочку, армянку. А вы знаете, кто был отцом этого худенького человека? Гейдар Алиев. Да, это ваш супруг.
Гейдар Алиев не хотел, многоуважаемый президент Азербайджана Гейдар Алиев, что его сын влюбился на армянку. Точно так, как он сам, Гейдар Алиев, влюбился на мадам Зариф. Вы знаете, что мадам Зариф была армянкой? Из Нахичевана. Она родилась 28 апреля 2023 года. Я извиняюсь. Мадам Зариф, да, была армянкой, то есть мать Алиева была армянкой. Корни прямо идут в Ереван. И Гейдар Алиев не хотел, чтобы его сын тоже женился на армянку. Потому что сам Гейдар Алиев, все документы, где было четко написано, что мадам Зариф армянка, все поменяли на азербайджанку. Но гены не поменяешь. Я не знаю, почему господин Алиев так сильно хочет оттолкнуться от своих генов. Но никак не отталкивается от своей первой любви. Лана Георгиевна Адамянц, которая живет во Франции, у которой очень большая сеть магазинов Шанель. Вы знали? Только я честно могу вам сказать одну деталь, госпожа Мехрибан. Вы намного прекраснее и милее, чем сама Лана Георгиевна Адамянц. Я никак не могу понять, почему ваш супруг так сильно влюблен в эту женщину. Вы намного симпатичнее, чем армянка. То есть мать армянка, любовница армянка у господина Алиева. Но почему-то он ненавидит армян. Вот господин Абазан, вы не в курсе, что творится с Алиевым? Я понимаю, что... Вот я теперь понимаю, почему вы тоже не любите вашего мужа. Вот это вот так маленькая информация для наших азербайджанских телезрителей. Что их президент Армении наполовину, любовница армянка. Вот так вот. Отсан, короче. До свидания, госпожа Мехрибан. Сопровождайте эту мадам. Հիմա թու է տան յանքերը, տանիքով երծծցնեն։ Միրո բետեն ամ նկարը դրի, անանց էլ գեր շով։ Անձի որ մեր Ֆրանսիայի բարեկամներն ուղարկեցին, ասիմ այդ բալավ, հլա մեղ խոտ տեսեք։ Ուր, ոտ, պերվա լուբով ալև, մարդիկ դրերեն, իմ դուրը չեկով։ Էլ եմ ազեն էլ ներկելա դևին, որ մի քիչ տեսքով երևա, աբազան դու գիտեի, բանցի չգիտեի։ Ես արմանում եմ քո վրան։ Իմ իժալոց, Աբազան, այն օրը ես որ ասել եմ, որ դու մտել ես Վրաստանի duty free։ Այդ ես որ ասեցի կոնյակ, դու հավատացիր կոնյակ։ Ես ինա դու ասեցի կոնյակ ես արել, դու վիսկի ես արել, Աբազան։ Այդ ինչի ես սնգոցը տենց մոնես, գոլեմ, դես, տեն, ով է այդ ինվորմացիան տվե ինձ։ Լավ, դու չխաս կնաս, որ էտա Վրաստանի տարածքում էլ մենք մարդիկ ունենք, Աբազ։ Քո կարծիքով ես չգինայ, որ դու Վրաստանի կոգեբեի մինիստրի հետ ես էլ է, էտա չգինայ։ Քո կարծիքով ես չտեսայ դոլարնի, որ դու հանել էիր վճարեիր այդ վիսկիների համար, քո տարիքին վիսկի ես, Աբազ։ Դու վիսկի ես խմում այդա, բայց գիտեմ մենակ լատե, թե միս էլ հանելա լարի, լսում ես, գրիստիկ, ռուզիկը չկա տաղ եմ դրանուրա, դեմիս էլ հանելա լարի, լարին չհերիքեց, դոլարնի հետ դարար ավտոյից վեգալար, ախը տենը մայես պչացացը տենը նաս տենը ստացե, են ազանգը մնձյասը, այդքան դոլար կեզ է վարդից ապոզը, ցելի կապոց, աշկերս տարավ կյալը, ասում կագե բե մինիստրա աշխատավարձ հաստանım դոլարու, անդու, դու դոլարով ես փող ստանում այդ տան։ Աբազ, այդ է կոռուպցիա։ Հա։ Հələ mən xatırla, հիմա մի նայ դեմքիս, ես հավարով ասելու ես, Աստվածի արև այդ փողերն իմը չի։ Աստվածի արև հենց ասում ես, ես աղջիկ թպրտամ աստեղ։ Այդ է Քրիստինի հալրջան, ասում են Աստվածի արև, Աստվածի արև ունի Աբազ։ Հա։ Չի կարելի։
Ես ես նայում եմ ասում եմ լավ, այսքան դոլարնի, ու դուս։ Հենա ոչ, կարդում եմ, Քրիստիան Հալաջանի զեկուստ եմ կարդում։ Գլուխդ կախել ես, աբազ։ Անդո, քովրելա բողոկալը։ Վրա զանգում են դատավորնի։ Ասում են անդոն զանգամա, դատավորներին խանգարեմա։ Ինչ է զանգում դատավորներին, անդո։ Դատավորը զանգերա, բողոկում ասում է անդոն զանգամա, մեզի սպառնեմա, ցուցումա տալը։ Ասում եմ չիմ հավատում տո։ Ասում եմ ո՞ւր շից հավատում Ղուկասան, հենա զապիսը։ Միասնում ի դայնագրութինը, նայում իմ ասում իմ իս ինչի թո, ես անդոնի, հալը մի ռոպե, ես հուվի։ Լսում իմ քու ձայնը այտա, ու ավտոմատ հիշեցի, նույն ձևով դու էր չէ ձայնագրեն, ինչ էր են, Վարդազարյաներ, ինչ էր, քյոշեվներ, նույն ձևով ձայնագրիր, բերի դրի Նիկոլի դեմ, Վարդազարյան մորմշ, քեզ է տարան դրի զամինիստր, բայմա դու չես էտա դատավորն է, ես ասել եմ, եթե զանգեն ասեն, արշակ վովա պիտի կալանավոր է, այո, ցանկացած դատավոր գիտի, արշակ վովա գործը մտավ դատարան, պիտի կլանավորվեն, վայն եկավ տարավեն դատավորի, ով հանգարց բաց թողեց, դրա հետ ես կարեմ բան ասեմ, չեմ կար ասեմ, բայց մնացած հարցերով անդո, դու չես զանգում, հա, չի կարելի չի, զապիսը դղրգել է դատավորը, զապիսը, ասում են չիմ հավատում, չի կանա պատահի, ասում եմ ոչ չի կանա, խնդրեմ Ղուկաս անջան, չի կարելի, կատեգորիկ չի կարելի, ես էլ վրա, աբաս, են արտուշից էր յանտուշ, ընգել այս այդ արտուշի հետևից ասում ես արտուշնա, ուզում ես բռնես, որ արտուշնա մթոմ բանը փոխանց է այդ duty free ինվորմացիան, աբաս նետ, արտուշ տուտ նե պրիչոմ, ուրիշ տեղ մանարի, եթե կարոս, բայց ասում եմ, հենա, երկնային գրասենյակ, զեկուցերա, աբազը, դոլարնի, վիսկի, իա տարիքին, ու ամենակարևորն էլ, ալկոհոլ օգտագործած վիճակում, դա KGB-ի մինիստրը խմելու իրավունք ունի, հա, խիստ նկատողություն, երկուսիտ էլ, և քեզ, կորուպցիայի դեմ պայքար ենք տանում, դու չես ասում, դու հանրային մարդ ես, այդ պաշկեկով դոլարները ուր իր եթը, վիսկի իր աղան, Վրաստանի KGB-ի մինիստրի համար, կամարջոբա կենած վալ է, Պեպո ֆիլմը սիրում ես, անցնենք առաջ, այսօր ես ինչ օր է մարդ, սկսվելա ռմբակոծությունով, լորու փող մարսպետ, Հովանես Ավետիսյան, մևոտի այտա, ամբողջ մամուլ տարածվել նորություն, որ էտա լորու փող մարսպետ Հովանես Ավետիսյան հարվածելա պարեկին, պագոնն էլ պոկելա, էտ պագոնը դու ես տրել, Վայ Ղազարյան, խմորեղանը լավ էր, հիմա նայի, Գասպարյան Վովան իմ աշկիլուսը չի, մենք գիտենք, որ Գասպարյան Վովա մե ղախպի տղա Վովա, ոչ մի խոլ, ես հարգանքով եմ մոտենում Գասպարյան Վովայի մորը, ողոլմացիկ հորը, մի հիանալի մարդ էր Սերգո Պապին, մի հիանալի կնիկա Տիկին Անժինք հարգանքներս, հարգում եմ, ես էտ կնկան հարգում եմ, մինչև այսօր, սիրում եմ, բայց, Են որ Գասպարյան Վովայի կնիգը ագարկիցանուն դա, ընտանիքով, երեխեքով և այլն, ռաստրելած, առաջի հրաման է տալելու, ոչ մի խոսը, բայց սուրը նստենք դուզը խոսանք։ Երբ որ Գասպարյան Վովան ռազմական ոստիկանության վարչության պետ էր, իմա ով ինձ լսումը կհաստատի, եթե մե հոգի, քտոնի բույց,
когда-нибудь хоть пальцем, ոնց որ ասում է հայտնի դասական ֆիլմի մեջ, Moskva слезам не верит։ Անդու այդ կինո նայել ես։ Նայ։ Ալեքսանդրան։ Այդ նույնը վերաբերվում էր մեր ռազմականի աշխատանքի։ Կպներ ռվո աշխատողի, այդ աշխատողին անում է, այդ կպնողին անում էին տումամբա։ Իշքան անցք վրեն կար, պրոբկով փագում էին։ Ինչ օմբուդսմեն, ինչ մարդու իրավունքներ եւ այլն։ Բաքու ոստիկանության աշխատողին, ով կատարել է իր ծառայողական պարտականությունները, какой-нибудь միած սպերմատոզոիդ մոլորված, որին որ գործուղել են ոչ բնական ճանապարհով, որ գա հասնի բեռնավորվի, այլ պերոս կամ անալ, ոնց է հասունացեմ, որ արգանդում չգիտեմ, ոնց է հետո հայտնվի արգանդ, այդ ձվաբջիջը, որտեղից այք է, հետանցքով, բանը ստամոքսով, էտը նաուկին իզվեսնա, հարվածում է ոստիկանին։ Բագոն ապոքը, ես մի պահ հեռու տնից տեղից, դու գիտես, ես քո վրա աշկ չունեմ, գոյեմ։ Բայց հեռու տնից տեղից, Վարդան Ղուկասյանն էր ՆՎԴ-ի մինիստր, ու հանկարծ իմ աշխատողին, կապ չունիմ աշխատողը մեղավոր է թե չէ։ Մեկը պագոն պոկի, կամ խփի, կակոյնի բուժ չինովնիկ, փող մարզպետ։ Աղազան, դու պատկերացնում ես ինչ կանի այդ աշխատողի հետ, այդ փող մարզպետի հետ, ասեմ, սպես նազը գնալու էր, կաբինետը կլներ, տունը կլներ, որտեղ կլներ, վերցնելու էին, բերանք սիվար ջարդելով, ծսցնելով մցնելու էին մեքենա, ու մինչև իմ կաբինետ բերելը, ավտոյի մեջ պիտի լիներ սեռական բռնի գործողություն։ Եթե բերեին հասցնեին, չոքսնեին իմ պարկետին, որտեղ որ դու ես նստան, այն դռներս ես բացելով բերեին, նախ կաբինետ էլ ես չէի թողա մցնեին, այդ չորդ հարգը որ կա էի, որ հենց մցնեն այդ երկար միջանցքը, ես կայնելու էի դեմ, որովհետև այդ վարակը ոս կարամբատի դաժե իմ ընդունարան, կայնելու էի դեմը, կզասնեք, եթե ասեին չէ, այդ սաղ ազատվում էին աշխատանքից, հետ ասեին հա, կասեին մալավ, որ կա, որ միջանցքով ուղիղ առաջանում ես, ձախի վրա տուալետա, ճիշտ է, կասեի տարեք, ընդե շրեք բրեն, տանելու էին կոխեին ներս, այդ սաղ սպեցի տղերքը հանելու էին խերրերը, շրելու էին, չէ ինձ ինչ հարարել էին արդեն, շրելու, ուտես գոզահոտով ասելու էին հանեք ծեք դուրս թոյդ հա, դարչ, դու եմա գնա բողուքի, արել ես, վայ Ղազարյան, իսկ ինչու ոչ, բա եթե փող մարսպետը, քո ոստիկանի պագոննա պոկը, Եվաղն էլ կարող է մի հատ ավելի բարձր չինովնիկ քո պագոնը պոկի, ալենք խայտարոք։ Ինչի՞ ես ծծցրել։ Ով այս բոզի տաղեն։ Դու պատկերացնում եք որևիցե մի ժողովրդավարական երկրում ԱՄՆ, որին այդքան սիրում եք նմանակել, կամ Եվրոպա, Գերմանիա, որևիցե մի չինովնիկ ոստիկանի խփի կամ պագոն պոկի։ Ինչ կանեն դրան։ Ինչի՞ ասա մինչև հիմա պաշտոնավարը։ Սաղ մամուլը գրեց, բայց հələ պաշտոնավարը մա։ Եթե սես բան Սերժի օրլաղ բացարվա մա, Սերժի օրոկլներ, հիմա Նիկոլը հելել էր, որը ճղել էր պարլամենտի վրից, ասում էր, տեսեք ինչ են արել։ Բայց հաստատ չէր կարատես բալներ։ Գասպարյան Վովան տունու տեղը կծացցներ, փող մարսպետին էլ, էդ են մարսպետն, որ մարդիկ են արևանգամ լորիում։ Բարիբուն իմաստով, գալի մտնում են քաղաքացու տուն, քաղաքացուն տպում են, քաղաքացու հեռախոսը վեկալում են տենան դոգին գրում է թե չէ, այդ իրավիճակն է լորիում, դուք չեք զգում, որ ՆՎԴ-ն լորիում թուլա, ով ար լորի ռեգիոնալ միլպետը, կան չէ ծսրել ես, Վայ Ղազարյան, ոչ, բայց քո աշխատողը քեզ ոնց պիտի հարգի, հարց եմ տալի,
Ուրեմն ես պահանջում եմ, ոչ թե միայն ես, հանրությունը, հանրային ձայնը, 10,000 մարդ պահանջում եմ, անհապաղ լորու փող մարսպետի հետանցքի մեջ շռել, բերեմ ես կաբինետ, շռեմ ես ծակի մեջ, ծասանեմ եք, գարլխում եք, հանում կծում եք դուր, որ չկանա տրանսպորտ նստի, ու կելական գործը դնում վզին, հաճելի մարդ, կելական գործ, ոստիկանի շինել են մեկ չատլակի սերուն, ով ուզում, ինչ ուզում անում ով, բոզի տաղա, վան, մեկ ալ բոզի տաղա, ես ես բան ամ, բոզի տղի կյոր ամ, դլոյակերտ, դլոյացացան հայ ազգի մասին, իժու դեղը թող չնեղանամ, աբազի հիմնարկը պրել էր մի աղպի տղու, բանով, դավաճանությունով, չնայած սխալ արե աբազը, որ մանրամասները չի ներկայացրել, ով այդ բոզի տղեն, ինձ ասում են ադրբեջանցիները, բացատրեմ, Նա դե աղբի տղի այդ անուն ազգանունը բանը կթեք ուղարկե կլտենամով երեդի։ Ուրեմն մի բոզի տղա վեկալեն տանում են երամսյա հավակների։ Էդ հման։ Սաղի տանում են բացի լովիկից։ Լովիկին չգիտես խի չեն տանում։ Ոչ էլ բանը, անջա, գրզոյի տղուց։ Ոչ էլ արշակի տղուն, չեն տանում։ Չգիտեմ խի երամսյա հավակ, այս իրեկին չեն տանում։ Հաճելի մարդ։ Այս բոզի տղա գալեմ հասնում է Սայման, էտենց հողոտ տեղ, ձվեր պրտամ, ինչ անի, տեստոստերոնը լավ միտք ատալում, բրը մտնում է ինտերնետ, կտնում է Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության հեռախոսը համարը, ու վեկալում է ուղիղ զանգում է Բաքու, Մարդիշ կան պիտի բոզի տղալնի, որ չաս կնայ մարդի տեսիմ Բաքու հավակեցի, ավտոմատ զապի սերի թմալ, ճիշտա, մեկ ալեմ զանգում է Բաքու, մեկ ալեմ զանգում է Բաքու, Բաքվի բելի դոմից ասում են ալո, ես հետից ասում է ալո, ու սկսում է բլո, ասում է ես ուզում եմ ինվորմացիա տամ, ես Հայաստանից եմ, գտնվում եմ դիրքերում, խնդրում եմ զանգեք ես համարով, WhatsApp եւ այլն, Ինչ աստիճան խառաշփոթ իրավիճակ առաջացնի Բաքվի սպիտակ տանը, ոչ մի կագեբի շենք, ադրբեջանցիք վեկալում զանգում են ես բոզի տղուն։ WhatsApp։ Այս մանրամասերն է դուք պիտի ներկայացնեիք, պարոն Աբազ, ոչ թե ես։ Վեկալում զանգում են, բարև ձեզ, այս աղբի տղան սկսում է կոտրված ռուսերենով համագործակցություն առաջարկել ադրբեջանցիների հետ։ Ադրբեջանցիներն ասում են, Юрикич, мы были в шоке. Тупой и еще тупее. Ասում եմ, неужели, что случилось? Պատմում են, անցի պատմում է ադրբեջանցի չեկիստ։ Ասում է, այս գյոթի տղեն ասում է, եթե դուք ուզում եք գծես ինվորմացիա տամ, անցի կապի հանեք մեկի հետ, թող մեկն ու մեկի հետ կոնկրետ աշխատի։ Բայց ուզում են ալնի աղջիկ։ Ես ռեչ, թուրքերն ասում են, ես լրի բոզի տղա, ինչ կապ ունի աղջիկ թե ոնց։ Ասում է, չէ, ես աղջիկ եմ ուզում։ Ասում են, բոլ, աղջիկ են ճարը։ Մեկ աղջիկ է զանգում։ Բաքվից, չեկիստ։ Զանգում ասում է, слушаю вас։ Հիմա ասում է, որպեսզի դուք ինվերեն կամպրամատ չունենաք, իա կոտրված ռուսերենով, այդ աղջիկը թոյա դլոն տավարիցավ նա պրիձել է։ Ես ադրբեջանցիք էլ բռնում են ինտերնետից, քաշում են մի քանի հատ պոռնո աղջիկ, դլոն բաց, երևի օգտվում են crazy գիշերային ակումբի նկարներից, ասում են ես ագարկեն, ես էլ դու, խտրեմ, նայ դլոյին ու ինվորմացիան տուր։ Ճիշտ է Աբաս։ Ես բան դլոները գալում են, ես սկսում եմ նկարել, սա մեր պոստն է, սա մեր պեկանն է, սա մեր անձնակազմն է,
սա մեր հրամանատարն է, սա մեր դիրքն է, սա մեր խռիվը, ոչ իմ գլուխն է։ Եվ ուղարկում է Բաքու։ Աբազի հիմնակնել բռնեմա ծծնմա։ Լավ, սա ես ուզում եմ հասկանամ։ Ուրեմն Աբազյան, ես քեզանից պահանջում եմ։ Սրան ղրգում ես Վարդաշեն։ Վարդաշեն գերակատարողական հիմնարկում կան անուշ ապերներ։ Ես անուշ ապերներից պահանջելու եմ, որ սրան քնցնելու, զարթցնելու օրվա սաղ ընթացքում անուշ ապերները իրանց խեռը սրա քիթ ու բենի վրից չվերցնեն։ Քո կողմից ընդեր չսիրված մի հատ մարդ կա նստած։ Ռոբը Շմայսի։ Ես կխնդրեմ Ռոբին, որ խեռը բենի չհանի, չգիտեմ դու չես սիրեմ։ Այլայդի հարցավ։ Բայց ամենայն դեպս Ռոբը կանի։ Անձնակազմն էլ իա հերթին, պիտի խեռս դրա քիթ ու բենից են ձվերի քրտնացոտ այդ բոզի տղեն պիտի վեշնի շնչի։ Դլո ղրգեք, մարտական դիրքը ցույց տամ։ Եվ սրա մեղավորը գիտեք որն է։ Սրա մեղավորությունը կանում է նրանում, որ մենք ունենք ձիվա գիշերային ակումբի նման բոզի տղա հիմնարկ։ Պետական դավաճանություն դլո տենալու խաթեր։ Վառել այդ բոզի տղու պրոստը վառել։ Ձիվայի ռեկլամն էլ բերած խփած է հյուսային պողոտայի վրա, որ պարսիկներ, մարսիկներ, ես էսա զանգելու եմ, Պարսկաստանի դեսպանատուն ասեմ դու խաբար եք, որ ձեր սա քաղաքացիները գնում են ձիվա դլո ծածելու։ Իմինջալոց ես ասել էի, որ մենք անդրադառնալու ենք ձիվայի աշխատակիցներին։ Ասել էի։ Խնդրում եմ դրանց լուսանկարները տեղադրել Telegram կանալ։ Խնդրեմ հարգելի ժողովուրդ, գրանցվեք Վարդան Ղուկասյանի Telegram կանալին եւ տեսեք ձիվայի հայ պարուհիներին։ Զարմանքս այնքան մեծ է, որ այդ հայ պարուհիները ունենալով երեխաներ, չնայած նրանց գերակշիռ մասը զրկված է մայրական իրավունքից, ակնհայտ քարոզում են լեզբի վիճակ։ Ինչ-որ անուշիկ պարուհի, հետը նկարվածը ոման էլեն։ Անուշիկը ունի երեխա, մայրական իրավունքների զրկված, մարդը հանեք ցերա դուրս։ Ղափանցի մարիշ, ապրամա Երևանում, կվարտալ, մվարտալ, որ մի գրող ու սեր ծոցետ ագարկեն, լեզբո բոմբ։ Մատուցող նատա, տղեն ծառայում է բանակում, ասում է վարոյի աչ ձունա։ Տակել ինչ, մի ռոպե, սնդեղ դրան սաղի նկարները դրեք հլը մի հատ, հարգելի ժողովուրդ։ Արդեն Telegram-ում կա, հետը զասվողը էլեն, պարուի նատա, անուշիկ մարդ երեխա և այլն, և այլն, և այլն։ Մտեք նայեք, հարգելի ամարդ, ես ասել էի, չէ, այս ագարկեքի նկարները դնելու եմ ես։ Դու տեղափոխվեն է տեղի, չտեղափոխվան։ Չտեղափոխվան չէ, ազգը թոտենա, հարևաններ, բարեկամներ, ծանոթներ, ինչով են զբաղված իրենց բարեկամներու աղջիկը, հարևանուհին, եւ այլն։ Ծլիկ են ծծամ իրար, որ գադեքը տենան ղզղնեն։ Ագարկա, ոնց որ ասում էր մեր հարևան հրուշը։ Այս նման քարոզարշավի արդյունքում է պարոն Աբազյան, որ մարդիկ դլոյի խաթել մարտական դիրքի կորդինատ են ծախում հետիներին էլ հետը։ Որ ասում են փագեք։ Հարկայինը լսմա, չէ։ Պետք է անպայման քրիստիկ Պարսկաստանի դեսպանատուն ուղարկում եք ինֆո, որ իր երկրի քաղաքացիները գալում են ըստ ինչ խառս ասես ուտում են։ Ադրբեջանի ռազմետկեն էլ դրանց տե պալի տանեմ ու սկսում են վերբով կանել։ Հետևյալ բնույթով նամակը ղրգում եք Պարսկաստանի դեսպանին։ Ու նաև հատուկ ծառայություններին, Իրանի Իսլամական Հանրապետության, հայրաչարին հուսան պարսիկները կգմպցնեն մի օր։
ես հասկանում եմ դլոյապաշտ, բայց այսքան սա արդեն բանը տրագեդիա է։ Մի հատ հայտարարություն եմ ուզում անեմ։ Ուրեմն հանրային ձայն .com կայքը որոշել է այսպիսի մի գործողություն սկսել։ Հայաստանի Հանրապետության տարածքում որքան, այսպես ասած, ինքնուրույն լրագրողներ կան կամ ունեն լրագրողական կրթություն ավարտել են եւ ուզում են թղթակցեն հանրային ձայն հաղորդաշարին, սիրով հրավիրում ենք գայի Պողոտա 2։ Այն ժամանակից էր Pravda թերթը կամ Komsomolskaya Pravda ունեին իրենց թղթակիցները ամբողջ Սովետ միությունով մեկ եւ ովքեր որ ուզում էին իրենց հոդվածը հիմնավորված գրեին, ոչ տեղադրեին, գրում ուղարկում էին Komsomolskaya Pravda կամ Pravda կամ Izvestia թերթին եւ որպես ազատ թղթակից իրենց հոդվածը տեղադրվում էր հանրային ձայն .com կամ մեր հանրային ձայն Telegram կանալ։ Մեծ հաճույքով մենք դա կտեղադրենք։ Թղթակիցները կստանան badge, որ իրենք հանրային ձայնի լրագրող են, բնականաբար նորմալ հոդվածի դիմաց կստանան համապատասխան վճար, դրանով մեկտեղ հանրային ձայնը կլինի ամենատեղեկացված սայթերից մեկը, որից որ եւ Telegram ալիքը եւ ինչպես նաեւ սայթը, որտեղից որ անձին կարող են օգտվել։ Սիրով հրավիրում ենք ազատ թղթակիցների համագործակցելու հանրային ձայն .com կայքի եւ հանրային ձայն Telegram կանալի հետ։ Սիրով հրավիրում ենք ձեզ գայի Պողոտա 2 կամ պայմանների համար ծանոթանալու համար զանգահարել 060 70 77 27 հեռախոսամարով։ Կրկնում եմ 060 70 77 27։ Սիրով սպասում ենք ձեզ։ Վարդան Ղուկասյան, մեկ կուլտուրական Ղուկասյան։ Բանակին հեսա կանդադառնանք։ Կամ եկեք անդադառնանք բանակին նորացնենք մյուսներին։ 99097 Զորամաս, Ղափան, Գարլախնոց, Մասայական բողոք ծնողներից, Մասայական բողոք զինվորներից, պայմանն է հակասանիտարիա, հակահիգենիկ վիճակ, բարդակ, պոռնո հրամանատար բոզի տղա։ Զորքի մեծ մասի մոտ մաշկային վարակ, այն որ թրաշվելուց սաղ յարեկը թափմա դուրս։ Դա նրանից է գալի, որ թրաշվում են կամ նույն բիգերով, ոնց որ մեկ էինք ասել, կամ էլ տենց վերքոտ քնում են իրար բարձերի վրա, կսվում իրար եւ այլն, ու տենց վարակը տարածում են զորքի մեջ։ Բուժ կետ, բուժ ծառայություն, գոյություն չունի։ Սեկտոր վիճակ։ Պնեի բուժ վարչության պետին հլը չեմ տանեմ ծսնելու, ես յան ասում եմ, իրականացնում ես համապատասխան միջոցները, այդ զորամասի բուժ ծառայության պետի վրեն շռելու եւ զորամասը կարգի բերելու։ Այդ մասսայական, մաշկավեներական կամ մաշկային հիվանդությունը կանխելու համար։ Քանի որ գնաց խոսք բանակից, ես ուզում եմ զանգարել մի ծնողի։ Օֆ, խելառ է սորտ։ Ուր այս կնիկը։ Հաչելի մարդ, թուղթու գրիչվեք ալ։ Ալո։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Հերմինե ձեզան հանգստացնում է Վարդան Ղուկասյանը, հանրային ձայն հաղորդաշար, դուք ուղիղ եթերում եք։ Ես տեղյակ էի, որ դուք ուզում եք ուղիղ եթերով դիմել իրավապահ ղեկավարներին, որոնք բնականաբար ձեզ լսում են, կարող եք ձեր հարցը բարձրաձայնել։ Շնորհակալ եմ պարոն Ղուկասյան։ Պարոն Ղուկասյան, իմ տղեն ծառայում է տարի 2 ամիս, Էդուարդ Հարությունյանը, Ղափանի զորամասի։ Անազգանումյա էլ ասեք։ Հարությունյան Էդուարդ։ Հարությունյան։ Այո, Հարությունյան Էդուարդ։ Հարությունյան Էդուարդ։ Ղափանի զորամաս։ 9909։ Այս նույն զորամասն է, որի մասին ես նոր ոչ խոսում էի, հա, ասեք։ Այո,
Ուրեմն ասեմ ձեզ, տղաս պատերազմի ժամանակ երեխային հանել են պոստեր, պոստերը դարան 7 պոստն ա եղել։ Դարան 7։ Ուրեմն, այո, ու մենակ միայնակ իմ երեխային են հանել, մեքենայի վրա կրակելու ընթացքում, ուրեմն իրանք փախել են, ոմն Գառնիկ լեյտենանտ, Վարորդ Ալիկը, Կամո Գրիգորյանը սպա կապիտան, բոլորը երեխայից թողել են միայնակ, զենքը ձեռքին ու փախել են, երեխան եղել է շրջապատման մեջ, ու ոչ մի բան չի կարացե անի։ Իմ ինձի Մի րոպե ես մի հատ հստակեցում մտցնեմ։ Ձեր տղան ժամկետային զինծառայող է, ճիշտ է, եղել։ Այո։ Ահա։ Չէ, ծառայում է տարի 2 ամիս։ Հիմա ծառայում է։ Չէ, հիմի զոհվել է։ Դե դեմ ասում ինքը ժամկետային զինծառայող է եղել։ Այո, այո։ Ահա, եղել է ժամկետային զինծառայող։ Ձեր ժամկետային զինծառայող որդուն 3 սպա վերցնում են X կետից, մեքենայով բերում են Y կետը, ճիշտ հասկացա ես։ Այո։ Ահա։ Այո։ Որտեղ սկսվում է փոխհրաձգություն հակառակորդի եւ ասպես ասած այդ մեքենայի մեջ գտնվող անձնակազմի միջև։ Ճիշտ հասկացա։ Այո։ Այո, ճիշտ է։ 3 սպա թողնելով ձեր որդուն այդտեղ, այդ կետում, այդ դիրքում, դիմում են փախուստի։ Ճիշտ հասկացա ես։ Այո։ Այդ սպաների անուն անունները մի հատ նորից ասեք ինձ։ Գառնիկ լեյտենանտ ազգանունը ես չգիտեմ։ Գառնիկ։ Խոսացի էլի ասեց, այո։ Լեյտենանտ, սա մեկ, երկրորդն ով ա եղել։ Կամո Գրիգորյան սպա կապիտան։ Կամո Գրիգորյան, մի րոպե գրենք մեր մոտ, Կամո Գրիգորյան, կապիտան, երրորդն ով ա եղել։ Վարորդ ռազմեջիկների Ալիկը։ Վարորդ, անունը Ալիկ։ Այո։ Ահա։ Թողել են զինվորին, փախել են։ Այո, երեխաս շրջապատման մեջ է եղել ու ատենցել զոհվել է։ Ձեր տղայի մոտ զենք կար, որ դիակը հայտնաբերել են։ Այո, այո, եղել է, տեկայա եղել տղայի զենքը։ Այսինքն իսկ բանը Պեկան ուներ արդեն փամփուշտ, թե փամփուշտները սպառվել էին, դուք հետաքրքրվել եք։ Այդի չէ, չեմ իմանում, չեմ ճշտել, բայց երեխան ինչքան կարած է պայքարել է։ Ինչի՞ց է զոհվել ձեր տղան։ Երեխային կրակել են ուսից, հետո բադաթարով, սաղ բեկորներ էր դրեն։ Բայրակթարով են խփել, երևի ինքը այնտեղ քանի որ բան Պեկայով Ինքը դեռ սաղ է։ կրակա բացել, բայրակթարով են խփել։ Ղափանցի մի տղա, որ իմացել է Էդուարդը միայնակա, վազել անդե իր ածականը գիժա։ Գիժ։ Երեխուսից գիժ։ Ածականը գիժան, ես չգիտեմ։ Վազել է, որ երեխան իջացնի, սաղ է եղել դեռ, միջև հասել է սկորին, արդեն երեխան ճանապարհին զոհվել է։ Մահացել է։ Այո։ Իսկ ինձ հետաքրքրում է քնչականի խմբի ղեկավար զինվորական քնչականի կայազորի քնիչ Բարսեղյան Գևորգը 2 ամիս է քնչական գործողությունների ոչ մի տեղեկություն չի տրամադրել մեզ։ Ուր է դատաբժիշկի եզրակացությունը, դիազնության կատարված նկարները։ Ես ուզում եմ ճշտեմ, ինչի միջքրիմի ինձի չի տրամադրվել այդ բոլորը։ Բարսեղյան Գևորգ ասեցիք քնիչյան ազգանունը։ Այո։ Դուք Միջ ենք հարցաքննության։ Մենք ոչ մի տեղեկություն չունենք, պարոն Ղուկասյան։ Իսկ շատ ներողություն, դուք այդ 3, այսինքն 2 սպաներին գտել եք, հարց տվել եք, ինչի եք թողել զինվորին փախել։ Իրանք ասում են մենք իր այդ չենք եղել։ Այսօր խոսում եմ, ասում են ինձ մի խառնեք, երբ որ ինձ կկանչեն հետաքննության, ես բոլորը կպատմեմ։ Մեկը Գառնիկը, այսօր ասում է ես իմի ձեզ բան չունեմ ասելու, իմեջ կկանչեն քննության, պատմենք ամեն ինչ։ Քննությունը քննություն է, որ ասում է կայսրին, ասուն։ Հիմա դու ինգեր Գառնիկ, ծնողին խի չես ուզում ասես, զինվորը մենակ այդտեղ ոնց է հայտնվել, բոզի տղա, ներողություն։ Ես եմ ուզում իմանամ դարա 7-ում ինչու հենց մենակի մեր երեխեն հանգած եղել, ոչ մի զինվոր չի եղել, ոչ մի սպա չի եղել։ Դա համար ուզում եմ պատասխանատվության ենթարկվեն ու պատասխան տանի մեր երեխու մահվան համար, պարոն Ղուկասյան։ Լավ, շատ շնորհակալություն, ձեզ լսեց գլխավոր դատախազի տեղակալ Բաղդասարյան Գևորգը, Աբազյանը եւ Արգիշտը։
Շնորհակալություն, Տիկին ջան, եւս մեկ անգամ ցավակցում եմ ձեզ։ Շնորհակալություն, ստեսություն ձեզ, պարոն Կուկասյան։ Լեյտենանտ Գառնիկ, կապիտան Կամո Գրիգորյան։ Սուրեն Պապիկյան, դու այս դեպքից տեղյակ ես, հա? Ուզում եմ հասկանամ, բանակին հարկավոր են նման սպաներ, որոնք թողել են զինվորին մենակ։ Իրանք էլ նստել են Վիլիսը փախել են։ Ուրեմն այդ 19 տարեկան տղեն ես որ ասում եմ բանակը ժամկետայիններից զրկել է եւ բերել պայմանագրային ալկոգոլիկ նարկոման անձնակազմով լցելը կատեգորիկ սխալ է, ինձ ասում են ախր ինչի սեց։ Ժամկետային զինծառայողը պիտի լինի հավուլ պատշաճի հագնված, սնունդը տեղը, մարտական պարամուկներով հագեցած, ֆիս պարամուկով հագեցած, որ չնստի Զորամասի կազարմում կամ լսարանում քնի, ժամկետային զինվորից լավ զինվոր գոյություն չունի, ասել եմ ու նորից կասեմ։ Այս սպաներ, մաներ, պայմանագրային, նամանավանդ պայմանագրայինները, նամանավանդ Վարդենիսի տարածաշրջանի պայմանագրայինները, որոնց որ կարելի ասենց հանգիստ մի գրիչի հարվածով ռաստրելած, առանց ով քաշելու։ Դրանց գերակշիռ մեծամասնությանը։ Հիմա աֆիցերները, ընկեր հաճելի մարդ, զինվորական դատախազնով չկա, պաշտոնակատարը, մոտդ գրեցիր։ Վերցնում զանգում ես, ասում ես, կակրաս քնիչն էլ քո անուն ազգանունն է համարյա։ Զանգում եք այդ քնիչին, քրեական գործը խփում է դոշին, գալիս է զին դատախազություն զեկուցելու։ Գառնիկ, լեյտենանտ Գառնիկ Նովա, կապիտան Կամո Գրիգորյան Նովա եւ վարորդ Ալիկ Նովա։ Բոլորին էլ առաջադրել մեղադրանք։ Կալանավորել։ Ինչի եք զինվորին A կետից բերել B կետը, B կետում թողել ու փախել։ Եվ սրանք կոչվում են տղամարդ։ Եվ սրանք կոչվում են հայ տղամարդ։ Յանք դլոյ են դոմփը, յանք տղա են։ Հասկանում եք։ Էսա, էս ազգի մենթալիտետը։ Ժամկետային զինծառայողների հետ վերաբերվում են կակ սկոտ։ Մարտական դիրքեր են բարձրացնում ուրալով, բաց կուզովով, որ մինչև տեղ հասնեն, եթե անգամ բայրակտարներ չի խփան, թոգաբորբից վար են թան։ Դա մրցախ հազմ ու սատ կմեն, թոգաբորբով ու գրիբով եւ այդ մարդը տակությունով վրեն, ոնց կարաս կես ժամ սառնամանիքին բաց էթած, հրղը ու առողջան։ Հիմա ասում են ուրալա շուրեկե զինվորազով է։ Բամերանք ասելով ձեր տեխնիկան բանակի բոզի տղա տեխնիկա է։ Բայց փոխարենը մենք թարմացնում ենք բադավատնի ու մնացած բոզի տղությունները։ Հատրայ։ Էսա։ Հետո էլ ասում են Սուրեն Պապիկյանին խլեշմա, բա ինչ անեմ, հարց եմ տալի քեզ։ Նախարար ես, խաբար ես, ես կնգան, տես հիմա լսար չէ, ես հիմա լեի մինիստր զանգել, մեքենա գրգելու է, ասել գնաց է քթեք ես կնգան, հələ բերեք իմ մոտ։ Ես որ լեի, բան պաշտպանության նախարարը։ Զինդատախազ Գրիգոր Էլիզբարյան։ Հավարով ինֆորմացիան եկել է, մեղադրանք է առաջադրվել Աշոտյանին։ Այդ տա, դու ստենստաս կես մեղադրանք առաջադրի, խապաման մեջ ստորագրություն։ Հա? Ես քո տեղը լեք, ասեմ մի հատ հələ գնացեք այդ տիկնոջը եկալ եք բերեք։
Համե տիկնոջ կբերեի։ Համես 3 հոգուն կբերեի, շոֆերով, մոֆերով հանդերս, կասեի դե հիմա պատմեք այս կնգասածը ու ձեր ասածը, այդ երեխան թե ոնց հայտնվեն։ Ու եթե հանգարցակի չպատմեին ու չբացատրեին, թե ոնց է զինվորը մենակով այդտեղ հայտնվել ու զոհ է, այսինքն թուրքը ես մոտավորապես պատկերացրեցի ինչա տեղի ունեցել։ Փաստորեն 19 տարեկան երեխան պեկայով ցուցատավ է արժանի դիմադրություն, հակառակորդը չի կարողացել առաջխաղացում ապահովել, ինչքան էլ որ է տղեն վիրավոր ա եղել ուսից շարունակել ա մի ձեռով։ Լուսանկարը ես կխնդրեմ այդ տղայի տեղադրել Telegram կանալ, ուրա ինձ ուղարկել էին հեսա։ Նայում ես տեսքի պատկեր։ Ես ուղարկեցի այդ տղայի նկարը տեղադրեք Telegram, թող ազգը տենա այդ տղային։ Պատկեր, Աստծո տված, բոլոր բուսաթով տեսքով։ Ու այդ տղան վիրավոր ուսով շարունակել է դիմադրություն ցույց տալ պեկայով, կապը տվել են, բայրակտարը վերևից անցել է Տոշկեն, ոչ եմ տեսել ու միանգամից խփել է տեղ։ Որովհետև մի զինվորի համար հաստատ բայրակտարը մի սնարյադ պրոստը տակ չի ծախսի, որովհետև ստա ավելի թանկարժ է։ Ու այդ տղու խերի ծայրը այս 3 բոզի տղեն չարժեն։ Ես արդեն պատկերացրել ինչ ձև այվել է։ Եթե դու պաշտպանության նախարար կոչվելու իրավունք ունես, բոզի տղա, դու պիտի սրանց բերես, ներողություն, տերև գրած, դատական բժիշկները, փորձագետները, ովքեր որ ստորագրել են դրա տակ, պիտի ենթարկվեն քերական պատասխանատվության, թե ոչ։ Հա? Բեղտերև։ Բեղտերևը հաց բերողներ։ Գացիկի ուղեղնա Բեղտերև։ $300,000 Ջանգիրյան Գագո, բացասցրեք Ջանգիրյան Գագոին։ Եվ այն մարդկանց, ովքեր ստորագրել են այդ թղթի տակ, սան էլ ասել են բարի ճանապարհ։ Էդ էլ գացիկը։ Անդրանիկ, էլի Անդրանիկ, Տարոն Մարգարյան, այտա, նաբարլուզ, ուրեմն Տարոն, էրանզիս մեջ, էրաս տեսո, եկել էր հայրդ, Անդրանիկ Մարգարյանը, շատ տխուր, շատ տրտում, նստած էի, ես էի, ռուզիգներ, քիսոներ, նստած կոֆե էինք խմում, մեկ էլ տենամ, ներս ամատնեմ Անդրանիկ Մարգարյանը, եկավ նստավ մեր սեղանի շուրջ, ասի ինչ կա, պարոն Մարգարյան, ասեց մի թավուր եմ, ասի խի, դե ասեց, Վազգեն Սաքսանի զորամասով, լիքը բաներով, ասում եմ հետո, դե ասում է Տարոնից համար էլ անհանգիստ եմ, կարող է Ղուկասյան ջան, Տարոնից օգնես, ես էլ ասի Անդրանիկ Մարգարյան ջան, ես քո անձը շատ եմ հարգում, բայց ես քո Տարոնին չեմ կարող օգնեմ, եթե որևիցե մի չինովնիկ կա, որին որ աջակցում է եւ իր բարձր սիմպաթիան արտահայտում հանրային ձայնը, այդ մի չինովնիկը ուժայինների մեջ Աննանա դատախաս, հələ ռուզիկներ զարմացավ, ասեց վույմ է, ասի բան, աղջի, թաղեմ քեզ,
Աննանա, իմիջալոց, քրիստիկ, գրա, Աննա Վարդապետյանին, եթե չեմ սխալվում, երկնային գրասենյակի և հանրային ձայնի կողմից ուղարկում ես բուկետ, միլիոն աղեկ ռոս, վաղը, գրգում ես գլխավոր դատախազություն, գրի, բուկետ, հիմա կասեմ ինչ, և իրականում այդպես էլ կա, հայտարարում եմ բոլոր լրատվամիջոցների, fake news, no fake news և այլն, ընդդիմադիր լրատվամիջոց, իշխանամետ լրատվամիջոց, խեռի լրատվամիջոց, որ Աննա Վարդապետյանը գտնվում է հանրային ձայնի բարձր հովանու ներքո։ Մալադեց գլխավոր դատախազություն։ Երբեք ես չի կարա պատկերացնել, որ մի հատ աղջիկ ավելի պլոջիկով կարալնի, քան թե սաղ սեղանի շուրջը նստած, աբազ։ Դու գիտես ես խեմ ասում, դու շատ լավ գիտես։ Մի խոսքով, Տարոն Մարգարյան, վռի բաներ սպասվում։ Են Աշոտյանն էլ ելույթեր ունենամ, ապրծպր, ուզում էր թռներ Մոսկվա, անդոն սեկտը փագել էր, տոլի Ռուսաստան, որ մի գրողի սևծոցը, հետ բերին, մեղադրանքը առաջարկին, խապանան միջոց, ստորագրություն։ Աշոտյանն էլ ազիշոր մատ էր թապտալում, ինչ-որ եսի մինչեր էր ասում, այդ որի դնում են, հա, բայց ամենահետարքիրը